Բաքվի ԱՊԱ կիսապաշտոնական գործակալությունը հղում անելով իշխանության աղբյուրներին տեղեկացնում է, որ Իլհամ Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևին Դուշանբեի հանդիպման ընթացքում մատնել է Վլադիմիր Պուտինը։ Իլհամ Ալիևի շրջապատից լրատվամիջոցին ասել են, որ Մեհդիևին իր մշտական առաջարկություններով ձանձրացրել է Պուտինին, նա էլ որոշել է բացահայտել խռովարարների գաղտնիքը։ Ըստ տեղեկությունների Մեհդիևը ծրագրել է ուժով զավթել իշխանությունը և անցումային շրջանում ստեղծել պետական խորհուրդ, որը պետք է գլխավորեր ինքը։ Գործակալությունը հիշեցնում է, որ ամռանը տեղեկություն է տարածվել Մեհդիևի կողմից Բաքվի Նովխանի ավանում կազմակերպված խորհրդավոր ընթրիքի մասին, որին մասնակցել են մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այլ լրատվամիջոցների տեղեկացվածությամբ մոտակա օրերին կարող են տեղի ունենալ աղմկահարույց ձերբակալություններ։ Հավանական է համարվում, որ բերման կենթարկվեն ազգային անվտանգության նախկին նախարար Մահմուդովը, արտաքին գործերի նախկին նախարար Մամեդյարովը, մշակույթի նախկին նախարար Գարայևը, Միլի Մեջլիսի նախկին խոսնակ Ասադովը և զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Սադիկովը։ ԱՊԱ-ն գրում է, որ առայժմ հայտնի չէ, թե ուժային կառույցների գործող ղեկավարներից որևէ մեկը խռովության կազմակերպիչների հետ կապ ունեցել է, ինչից հասկացվում է, որ պետական անվտանգության ծառայության տնօրեն Ալի Նաղիևն առնվազն կասկածի տակ է։ Եթե Մեհդիևի զինված խռովության մասին տեղեկությունը հորինվածք չէ և այդ մասին Ալիևին իրոք տեղեկացրել է Պուտինը, ապա հետևում է, որ կամ Նաղիևը խռովության մասնակից է, կամ նրա գլխավորած ծառայությունը ներքին իրավիճակին պարզապես չի տիրապետում։ Որ տարբերակն էլ իրական լինի, Նաղիևին սպասում է նվազագույնը լռելիային պաշտոնանկություն, իսկ պետական անվտանգության ծառայությանը վերակազմավորում։ Թեև բացառված չէ, որ ամեն ինչ սցենարագրել և ուղղորդում է հենց Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը, որպեսզի Ալիևի հանրային վարկանիշը բարձրանա, իսկ ընդդիմությունը վերջնականապես սսկվի։